Մերոնք գետեում կայքում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Եվ այսպես 3 դարացունց դեպքեր տեղի ունեցան Վարդան Ղուկասյանին։ Բերման ենթարկեցին, դրանից մի երկու օր առաջ ինչ էր մեր ձևով էր, իմ ձևով էր, ինչ որ ձևով էր շարժման հանրահավաքներ, եկեղեցականներն աղմկում էին, բոլորը մեկ էին դարձել, ինչպես նաև այսօր բացահայտեցի Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի նմանությունը, բայց ամեն ինչ հերթով։ Եվ այսպես եկեղեցականներն ու մեր ձևով շարժման, այսպես առաջնորդները հանրահավաք էին անում։ Տխուր պատկեր էր, ես ձեզ ասացի, քանի գնա մենք այդ տխրությանը ականատես պիտի լինենք։ Մենք պիտի հիասթափվենք կյանքից, մեր ապրելուց, տեսնելով այն, ինչ տեղի է ունենում։ Ովքեր էին հավաքվել հրապարակում, առաջնորդների մասին է խոսքը։ Դրանք այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ նվազեցրեցին Հայաստանի ու հայ ժողովրդի ձեռքբերումները։ Դրանք այն մարդիկ էին, ովքեր, տեսեք, հասարակ բան եմ ասում, ասենք, չգիտեմ, ճանապարհ են կառուցում, այգի են բարեկարգում։ Այդ ինչ էր եղել, որ այդ այգին այդքան տարիներ այստեղ չէին կարող բարեկարգեին։ Լապ թույլ չէր տալիս։ Քոչարյանին, Սերժիկին, դաշնակներին, սրանք լսել էին միտեղ բաժանիր, որ տիրես սկզբունքը եւ բաժանում ու տիրում էին։ Եկին մի թուլապ էին տալիս, իրանք այնտեղ հրեշի պես, վիշապի պես նստած եւ որևէ բան տեղից չէր շարժվում։ Նենգում էին պատմությունը, շարունակում խափել, վախեցնել, որ այսա բոբոն կգա մեզ կուտի, որ անում ենք հանուն պետության ու ոչինչ չարեցին հանուն պետության։ Երբ իրենց խաղը բրծավ, իշխանությունը փոխանցեցին։ Սա փոխանցում էր։ Հիմի ոնց ուզում են թավշյա հեղափոխությունները, ինչ կասի Նիկոլը, էական չի։ Եվ ամենամեծ ամոթը ինչ է, որ այս տեսակը հավաքվել է հրապարակում։ Այսքան մի գրամ, մի պտղունց, մի չերտ, ինչպես ասում են պալանքաշները, արժանապատվություն չունեն, ներողություն խնդրեն ժողովրդից։ Չէ ասում են, ես ամենք մեր ձևով տեսեք ինչ ենք անում։ Բայց ավելի վատ պատկերի ականատես եղա։ Այնտեղ էր նաև, այսպես ասած, գործուղվել եկեղեցականները, տերտերները։ Կներեք էլի։ Ես դեռ տենց լակոտ փողոցում չէի տեսել, ոնց որ այդ տերհայրերն էին պտտվում։ Ատես թուլա, ես չէի տեսել թաղում, որ տղերք էինք։ Մեկ այսպիսի արտահայտություն կար, քոնթի եկող տղեկ կային, էլի թաղոնց սենց պտտվում էին։ Այդ տերտերները դրանցից բետար քոնթի էին գալիս, բա, այս են մեր եկեղեցականները։ Սրանք էին եկել, որ ինչը փրկեն, ամենագարշելին, իրենք շատ լավ գիտեն, որ իրենց կտրիչ կոչվածը, կաթողիկոս կոչվածը բա արած է։ Ձեռն ընկած էքը կոռուպտ չի անում։ Եկել են հանուն ինչի խոսեն, եկել են ինչը պաշտպանեն, ում շահերը պաշտպանեն։ Հիմա այսօր գրել են, վայ, այդ Արամին, ինչ էր, Տեր Արամ էր, տերտերեր, որին եկավ խոսեց Պետրոսի մոտ, կարգալույծ են արել, ով է կարգալույծ արել։ Գարեգին բն, կտրիչը, այդ սուտի գողական լակոտ լուկուտ տերտերներով կներեք մեղմ բարիս համար։ Դուք պիտի Աստծո ծառաները լինեք, ձեզ այդ ոնց էիք պահում, ոնց որ Աստված վրեքները պապազած լիներ, կողքներով անցած չէ։ Աղբ էիք ամբողջ տեսքով, բա եկեղեցականը այդպիսի պահված կունենա, ապե, դուք ում շունն եք, որ այդ եկեղեցիները մտնեք ու դուրս գաք։ Ինչ եք ձեզանից ներկայացնում, որ գաք մեր հարազատի, եմ որ ասում է հոգեհացին կամ թաղման արարողությանը մասնակցեք։ Իմ դռան շունը ձեր նման հազարապատիկ լավ ու մաքուր կպահի իմ հայաթը։ Դուք եկեղեցին պղծողներ եք։ Լավ իմանալով, որ ձեր առաջնորդը պիղծերի պիղծն է, եկել եք ինչը պաշտպանեք, ումից պաշտպանեք, ժողովրդին ընդամենը մի բան է պետք, որ հոգևոր հովիվը հոգևոր հովիվ լինի։ Եթե կին ունեք, այդ ձեր իրավունքն է, ձեր ամուսնացյալ կահանան, իր տեսակի մեջ է սրբազանը պիտի Միքայել առաջ լինի։ Տեսեք, այստեղ հարևանի մի շուն ունեմ,
ամեն անգամ երբ որ կեղտերի անուն եմ տալիս շունը հաչում է, ոչինչ այդ շան հաչոցնելը ձեզ վերաբերում։ Ոնց կարելի է այդպես ապրել։ Մի առյուծել Վարդան Ղուկասյանների, ես մեկ անգամ առիթ եղել եմ իջև ընտրվել, ասեցի Վարդան Ղուկասյան, դա քեզ պետք է, ուր ես գնում։ Ժամանակի իշխանությունները, քաղաքական ստահակները պահանջ ունեին, որ բոլոր գործարարները աշխատեն այնպես, ինչպես իրենք են ուզում։ Այդ պահանջի ծնունդն է նաև Վարդան Ղուկասյանը։ Ավելին, ով էր Վարդան Ղուկասյանը, որ երկար տարիներ Գյումրիում քաղաքապետ լիներ։ Քաղաքական իշխանության պահանջի ծնունդն էր։ Բայց ես ընդամենն ասացի Վարդան Ղուկասյանը սաղ անցավ, խնդիրը նա չի Նիկոլը լավն է թե վատը։ Գործ չունես, տարածը տուր, մնացածով շարունակիր ապրել։ Ապրել հերիք է։ Ինչ լծակներ ձգեցին, ինչ արին Վարդան Ղուկասյանը, անփառունակ, չգիտեմ, մի 4 միլիոն դրամի համար, ինչ ատե իր տեղակալները կամ իր առանց իրեն չի լինում, անցուղ կրակ չի լինում եւ այսպես շարունակ։ Ավելի դառը մի բան կա։ Գյումրին իրականում Վարդան Ղուկասյան չի ընտրել։ Գյումրին իրականում այսպես տարբեր կտոր ինչ որ խմբավորումներ ամեն իրեն ձայնը վերցրեցին, բերեցին տվեցին Վարդան Ղուկասյանին։ Այն Մարտուն, չգիտեմ, ազգանունը ինչ էր, հա, հայտնի պատգամավորը Գյումրվա ասեց, որ ես ձեզ ասում էի, որ խոցելի մարդ չընտրեք։ Ինքը ուզում էր ինքը լիներ, ինքը չեղավ, բերեցին Վարդանին, դե Վարդանին էլ երկու ձայնը տվեց, Վարդանն էլ անփառունակ մի քանի $1000 կաշառք վերցնելու համար գնաց ընկավ ծակը։ Հիմա ինչ կասեն, ինչ չեն ասի, ինձ ցավ է պատճառում։ Հայտնի խմբագիրներ կան բան, մի այնպես խոսում են, սրբի շամպես, տղերք, ես ինչ եք անում։ Հիմա ասում է իշխանությունները կհամոզեն, որ Վարդան Ղուկասյանն իրոք կաշառք է ուզել, որտեղ բա ինչ է արել։ Հերո է Վարդան Ղուկասյանից, ձեզնից, մյուսներից։ Բայց երբ եք ազնվանալու եւ ասեք, ախր այսպես չի լինի։ Մի անգամ նայեք ձեր հոգու խորքը, ասեք ճշմարտությունը չասացիք։ Նիկոլ Փաշինյանի մասին առանձնահատուկ բան չկա ասելու։ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը նման են իրար։ Ես այսքանի ժամանակ եմ մտածում, ինչով են նման։ Չտեսությամբ։ Երկուսն էլ չտեսեն։ Ռոբերտ Քոչարյանը չարիքի չտեսեր, ագահության չտեսեր, փողերը գրփեց, գողացավ, լափեց, լլկեց պետությունը, Նիկոլ Փաշինյանն էլ խնդրեմ, ես ձեզ հիմա ցուցանեմ, շատ պարզ։ Այս գոտիս հանեմ, հա, խնդրեմ։ Գիտեք ինչ վարպետ, հա, մի քանի ծակ պակասա։ Ես նիհարել եմ, 2 ծակ պիտի խփես եւ մարդը եթերում վարչապետ լինելով գնում է դերցակի մոտ, ասում է 2 անցք ավելացրու եւ դա նկարել է տալիս։ Ուրիշ ձև չկա չտես լինելու։ Այո, Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը չտեսությամբ նման են։ Պիտի խնդրեմ իմ հետևից մի, ես չունեմ այդպիսի հնարավորություն, վարչապետ ուղարկի մեկին կամերայով գա տանեմ ծակերն ավելացնեմ։ Դա հիմա մոդա է, որոշ մարդիկ ինձ ասում են դու վարչապետին դուրը չի գալիս, ինքը բանա, ազնիվ մարդ է, մեր մարդն է։ Ես անազնիվ չեմ ուզում լինել, ես էլ եմ ուզում ազնիվ լինել։ Վաղը մյուս օր կինս տանը չի որ գա, խորոված եմ անելու, այսպես լափեմ։ Ասեմ, ես ձեզնից մեկն եմ, կնիկս եկավ խորոված եմ, եւ այսպես շարունակ, եկեք այսպես ապրենք։ Ես այս աստիճան պարզունակություն երկրի ղեկավարից դա պարզապես ամոթ է։ Իմ կռիվը դրա հետ է, ավելի։ Երեք խոսում էր այն Տիգրան Ավինյանը, ինչ որ հայերենը պղծում է փողոցներում։ Ասում է Կոմիտասի կոնսերվատորիայի դիմացի այգու հարցը լուծեցինք։ Ոնց լուծեցինք, դատարանը հիմա որոշել է, որ լուծված է։ Վերաքննիչ դատարանը որոշեց, որ այս մարդիկ այգին առել են, պայմանագիր են կնքել, փողը տվել են, ամեն տարի տասնյակ միլիոնով դրամներ են վճարում, դուք պայմանագիրը խախտել եք, բայց իրենք կարողացան վճռաբեկով բեկանել այդ դատը։ Արդար է սա, Նիկոլ Փաշինյան։ Այդ ձեր չտեսությունը ինչ է թե ձեր ասածը լինի, արդար է։ Ինչ գործ ուներ Վարդան Ղուկասյանը
դառնար թեկնածու, նա վաղուց պիտի պատասխան տված լիներ։ Ինչ գործ ունի Ռոբերտ Քոչարյանը։ Դուք ստորացնելով փորձում եք ապացուցել, թե տեսեք Վարդանն ինչ վատն է, Քոչարյան Ռոբերտն ինչ վատն է, դա էլ յուրատեսակ չտեսություն է։ Տարիներ շարունակ ձգեցիք, բերեցիք հասցրիք այս օրերին, որ հերթով այդ աղբից իբր թե մաքրեք։ Այդ աղբը արդյունքում ազնիվ չէ հիմա մաքրելը, վաղուց պիտի մաքրեիք, դուք դրա համար եկաք։ Ու հիմա էլ ինչ որ Պյուրոսյան հաղթանակներ եք տոնում։ Այս չտեսությամբ ուր եք գնում։ Քոչարյանը այդ չտեսությամբ միտեղ կտրվեց, դուք էլ եք կտրվելու։ Պարզունակության աստիճան հարաբերությունները մի հարցրեք։ Ձեր գոտին, ձեր կնոջը տվեք կամ չգիտեմ, ինչ որ մեկին թող դակի երկու ծակ ավելացնի։ Բայց մեր աչքը մի կողեք, ու մի էլ հանեք ձեր տգեղ փորից ձեր գոտին, որ ես տեսնեմ։ Իմ կինը կամ երեխեն լրաբերով տեսնի կամ համացանցով տեսնի։ Ով է ձեզ թույլ տվել այդ աստիճան մանրացրած ներկայացնեք ձեր կենցաղը։ Մեր ինչին է պետք ձեր կենցաղը։ Մեզ պետք են ձեր արած գործերը։ Այնտեղ որտեղ կարող եք անել, արեք։ Մենք ձեզ դրա համար վարձատրում ենք։ Մենք ձեզ դրա համար ընտրել ենք։ Դուք մեր աշխատողն եք։ Դուք իշխող չեք, դուք կառավարիչ եք։ Այս ժողովրդի նշանակած կառավարիչը։ Կառավարեք, գոհ լինենք։ Ինչը լավ է, ասում ենք լավ։ Եթե դուք մտածում եք, ինչ որ մի մասսակը ում դա դուր է գալիս, գուցե եւ կա, բայց այդ նույն մասսան մեկ օր կթքի ձեր ուղությամբ։ Շատ վատ է, որ այսպես է։ Այսպիսի ծանրագույն պատկեր ունենք, այսպես ասած, սկուտեղի վրա դրված։ Մի կողքը այն աղբն է, որ տերտեր է կոչվում, անունը կամանում չկա, որ տարիներ շարունակ այս երկիրը հարստահարել է, անունը կամանում չկա, եկել են գողացել, հիմա ասում են մենք լավն էինք, մյուս կողքը Նիկոլ Փաշինյանի չտեսությունը, գոտին ու ուտելիքը ցույց տալը, չգիտեմ, հեծանիվ քշելը, չգիտեմ, թքած ունենալ հայոց լեզվի խախտումների ուղղությամբ, խաբել ու ստելը։ Սա ստախոսություն է։ Երեք Հայլուրը, երբ ցույց էր տալիս այդ ռեպորտաժը, ընդհանրեն ասեց, որ քաղաքապետն ասաց, վերջապես մենք վերականգնեցինք ճշմարտությունը, այս սա կոմիտասի այգին կջրեք։ Բայց չասած, որ իրենք արգելել էին ջրել, որ իրանք ասել էին քանդեք այդտեղ սրճարան սարքեն, հետո խաբել էին թույլտվություն չէին տվել, որ իրենք 10 անգամ թանկացրել էին այգու վարձակալությունը, այդ մասին ոչ ոք չասաց։ Այս ստախոսների ամբողջով ուր պիտի գնաք։ Փաշինյանց Նիկոլ, այսպես չի լինելու։ Անկախ նրանից, երբ ինչ կհաջողեք, հիմա ով է ձեզ ուռագոռում, բայց ձեր գոտին ձեր գլխին է դիպչելու, հիշեք։ Ինձ իհարկե նորմալ հեռուստատիտողները թողներեն, ես երբեք նման չտեսություն չեմ անում, պարզապես ուզեցի ցուցանեմ նաև այն մարդկանց, ովքեր ուշագնաց ասում են, վայ, Փաշինյան ջան, ուտեմ, տատին ուտի, պապին ուտի, չգիտեմ, սա տգեղ է, դա գարշելի է, այն ինչ կարող է ինքը տեսնել չպիտի մենք տեսնենք, դա վարչապետի կեցվածք ու պահվածք չի։ Մի խոսքով տխրությունն ու դառնությունը դեռ շարունակվելու է։ Միջև ընտրությունները տեղի կունենան։ Թե այդ ընթացքում ասում է ով սաղ, ով մեռած, ինչ էր անում, հա։ Ես էլ Նիկոլ, քեզ սիրում եմ, ժողովուրդ ջան, ձեզ հարգում եմ։ Այս սերը Նիկոլինն է։ Ինչ է։ Ուր է։ Կհանդիպենք։